Փոփոխությունը շատ ուշ եկավ, ինչպես մի տարեց տղամարդ հսկայական հարստություն կուտակեց։ Իմ անունը Արմեն Խաչատուրյանն է, ես 67 տարեկան եմ և 4 տասնամյակից ավելի ապրել եմ որպես սովորական մարդ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Այդ բոլոր տարիների ընթացքում ես արթնացել եմ առավոտյան ժամը 5-ին, աշխատել եմ որպես մեխանիկ քաղաքի կենտրոնում գտնվող մի փոքրիկ արհեստանոցում, վաստակելով միայն այնքան, որքան անհրաժեշտ էր ընտանիքս պահելու համար։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ կյանքը 64 տարեկանում ամբողջությամբ կփոխվի, ինձ պարզ աշխատողից վերածելով այնպիսի կարողության, որին ես ինքս էլ դժվարությամբ եմ հավատում։ Պատմությունը, որը պատրաստվում եմ պատմել, շատերի համար կարող է անհնար թվալ, բայց երաշխավորում եմ, որ ամեն բառ ճշմարիտ է։ Այն մասին է, թե ինչպես ես հայտնաբերեցի մի մեթոդ, որը թույլ տվեց ինձ կուտակել հարստություն այնպիսի ձևով, որը երբեք հնարավոր չէի համարում իմ տարիքում։ Եթե դուք 50 տարեկանից բարձր եք և կարծում եք, որ բաց եք թողել ֆինանսական կայունության հասնելու բոլոր հնարավորությունները, ապա պետք է լսեք, թե ինչ ունեմ կիսվելու։ Տասնամյակներ շարունակ ես տեսել եմ, թե ինչպես են երիտասարդները ֆինանսական հաջողությունների հասնում, մինչդեռ ես մնացել եմ նույն իրավիճակում։ Ես աշխատել եմ երկուշաբթիից շաբաթ, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 6-ը, վերանորոգելով հին մեքենաներ և մոտոցիկլետներ։ Կինս Անահիտը հոգ էր տանում մեր փոքրիկ տան և մեր այգու մասին, որտեղ մենք բանջարեղեն էինք աճեցնում, մեր եկամուտը լրացնելու համար։ Մենք ապրում էինք արժանապատիվ, բայց առանց շքեղության։ Մեր ամենամեծ մտահոգությունը մեր թոշակի համար բավարար խնայություն անելն էր։ 2021 թվականին, երբ ես դարձա 64 տարեկան, տեղի ունեցավ անսպասելի մի բան, որը ընդմիշտ փոխեց իմ կյանքը։ Մի հաճախորդ բերեց գերմանական մեքենա վերանորոգման համար, և մեր զրույցի ընթացքում նա նշեց մի բան, որը գրավեց իմ ուշադրությունը։ Նա պատմեց, թե ինչպես է սկսել ներդրումներ կատարել մի բանի մեջ, որի մասին ես երբեք լուրջ չէի մտածել՝ թվային շուկայում։ Սկզբում ես կարծում էի, որ սա պարզապես այն դատարկ խոստումներից ևս մեկն է, որը մենք անընդհատ լսում ենք։ Ի վերջո 64 տարեկանում իմ գիտելիքները տեխնոլոգիաների վերաբերյալ սահմանափակ էին։ Ես հազիվ թե գիտեի, թե ինչպես ճիշտ օգտագործել սմարթֆոնը եւ առավել ևս հասկանալ թվային ներդրումները։ Բայց այս մարդու մեջ կար ինչ-որ յուրահատուկ բան։ Նա չէր փորձում ինձ ինչ-որ բան վաճառել, պարզապես անկեղծորեն կիսվում էր իր փորձով։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ես չէի կարողանում դադարել մտածել նրա ասածների մասին։ Ես սկսեցի աննկատելիորեն հարցնել այլ հաճախորդների և հայտնաբերեցի, որ նրանցից մի քանիսը նույնպես զբաղվում էին նմանատիպ գործունեությամբ։ Ոմանք սկսել էին դա կյանքի ուշ շրջանում, ինչպես ես, և զարմանալի արդյունքներ էին ստանում։ Հետաքրքրասիրությունն ավելի ուժեղ էր, քան վախը։ Ես որոշեցի շաբաթական մի քանի ժամ նվիրել այս աշխարհն ավելի լավ հասկանալուն։ Ես սկսեցի օգնություն խնդրելով թոռնիկիցս, որը 23 տարեկան է և միշտ լավ է տիրապետում համակարգիչներին։ Նա ինձ սովորեցրեց ինտերնետի աշխատանքի հիմունքները և ինչպես հասանելիություն ունենալ թվային ներդրումների վերաբերյալ հուսալի տեղեկատվությանը։ Այնինչ ես հայտնաբերեցի, հիացրեց ինձ և միևնույն ժամանակ ստիպեց ինձ զղջալ, որ ավելի շուտ չէի սկսել։ Կային իրական հնարավորություններ, ապացուցված մեթոդներ, որոնք սովորական մարդիկ օգտագործում էին լրացուցիչ եկամուտ ստանալու համար, և այդ մեթոդներից շատերը չէին պահանջում մեծ սկզբնական կապիտալ կամ առաջադեմ տեխնիկական գիտելիքներ։ Բայց ահա թե ինչն ինձ ամենաշատը տպավորեց։ Ես հայտնաբերեցի, որ իմ տարիքային խմբի մարդիկ 60-ից 70 տարեկան ունեն որոշակի առավելություններ, որոնք երիտասարդները չունեն։ Մեր կյանքի փորձը, համբերությունը և մտածված որոշումներ կայացնելու ունակությունը չափազանց արժեքավոր էին այս միջավայրում։ Առաջին 3 ամիսների ընթացքում ես միայն փոքր գումարներ ներդրեցի սովորելու ընթացքում։ Իհարկե ես սխալներ թույլ տվեցի, բայց յուրաքանչյուր սխալ ինձ ինչ-որ արժեքավոր բան սովորեցրեց։ Ամենակարևորը որոշակի օրինաչափություն հայտնաբերելն էր, որը հետևողականորեն գործում էր։ Մի բան, որը ես սովորեցի նույնականացնել ուշադիր դիտարկման և նույն կարգապահությունը կիրառելով, որը միշտ ունեցել են որպես մեխանիկ իմ աշխատանքում։ Աստիճանաբար իմ եկամուտը սկսեց աճել։ Առաջին տարում ես լրացուցիչ եկամուտ էի ստանում, որը համարժեք էր արհեստանոցում իմ 3 ամսվա աշխատավարձին։ Երկրորդ տարում այս լրացուցիչ եկամուտը դարձել էր մի բան, որը գերազանցում էր իմ սովորական աշխատավարձը։ Այդ ժամանակ ես կայացրի կյանքիս ամենահամարձակ որոշումը՝ կրճատել արհեստանոցում իմ աշխատանքային ժամերը այս նոր հնարավորությանը ավելի շատ ժամանակ նվիրելու համար։ Փոխակերպումը միայն ֆինանսական չէր։ Ես ինձ նորացած զգացի, լի էներգիայով և նպատակասլացությամբ, որը տարիներ շարունակ չէի զգացել։ Ես հայտնաբերեցի, որ անընդհատ ուսումնառությունն ու մտավոր մարտահրավերները ինձ ավելի երիտասարդ և զգոն էին պահում, քան ես երբևէ կարող էի պատկերացնել իմ տարիքում։ Այսօր հաճախորդի հետ այդ առաջին հանդիպումից 3 տարի անց, որը փոխեց իմ տեսակետը, իմ ֆինանսական վիճակը բոլորովին այլ է։ Ես կարողացա մարել մեր տան վարկը, բնակարան գնել որդուս և նրա ընտանիքի համար, և ես դեռ ունեմ ֆինանսական պահուստ, որը մեզ երաշխավորում է անվտանգություն առնվազն հաջորդ 20 տարիների ընթացքում։ Բայց ես ամենաշատը հպարտանում եմ ոչ միայն կուտակած գումարով, այլև նրանով, թե ինչպես է այս գործընթացը վերափոխել ինձ որպես անձնավորություն։
Ես հայտնաբերեցի այնպիսի կարողություններ, որոնց մասին չգիտեի, եւ կապ հաստատեցի մարդկանց մի համայնքի հետ, ովքեր ինչպես ես, հայտնաբերել են, որ տարիքը կարող է լինել առավելություն, այլ ոչ թե խոչընդոտ։ Իմ մշակած ռազմավարությունը համատեղում է ավանդական ներդրումային տարրերը թվային շուկայի ժամանակակից հնարավորությունների հետ։ Սա մի մեթոդ է, որը կարող է սովորել յուրաքանչյուրը, անկախ տարիքից կամ նախկին փորձից։ Գաղտնիքը կայանում է 3 հիմնարար սկզբունքները հասկանալու մեջ, որոնք ես հայտնաբերեցի փորձի եւ սխալի միջոցով, բայց որոնք այժմ կարող եմ սովորեցնել հստակ եւ համակարգված։ Առաջին սկզբունքը ռազմավարական համբերությունն է։ Ի տարբերություն երիտասարդների, ովքեր անհապաղ արդյունքներ են փնտրում, մենք ունենք փորձի եւ հարմար պահի սպասելու ունակության առավելությունը։ Ես սովորել եմ նույնականացնել այն հնարավորությունները, որոնք ուրիշները անտեսում են, քանի որ դրանք չափազանց դանդաղ են կամ պահանջում են ավելի խորը վերլուծություն։ Երկրորդ սկզբունքը ինտելեկտուալ դիվերսիֆիկացիոնն է։ Ես բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չեմ դնում, բայց նաև այնքան չեմ խնայում ինձ, որ կորցնեմ կենտրոնացումը։ Ես գտել եմ անվտանգության եւ աճի ներուժի միջև կատարյալ հավասարակշռություն, ինչը միայն կյանքի փորձը կարող է սովորեցնել։ Երրորդ սկզբունքը, եւ թերևս ամենակարևորը, շարունակական կրթությունն է։ Ես օրական առնվազն 2 ժամ եմ նվիրում միտումների ուսումնասիրությանը, տվյալների վերլուծությանը եւ այլ ներդրողների հետ զրույցներին։ Ես սովորելը վերածել եմ ամենօրյա սովորության, եւ դա մեծ տարբերություն է ստեղծել։ Իմ տարիքի շատերը կարծում են, որ շատ ուշ է նոր բան սկսելու համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիաներին կամ ներդրումներին։ Ես կարող եմ կտրականապես ասել, որ սա առասպել է։ Իրականում, մեր սերունդը տիրապետում է ներդրումների աշխարհում չափազանց արժեքավոր որակներ՝ կարգապահություն, համբերություն, դժվարությունների հետ գործ ունենալու փորձ եւ երկարաժամկետ հեռանկար։ Ես նաև սովորեցի, որ այս ոլորտում հաջողության հասնելու համար պարտադիր չէ տեխնոլոգիական մասնագետ դառնալ, կամ գործիքներ եւ հարթակներ, որոնք մշակվել են հատուկ մեզ նման մարդկանց համար, որոնք առաջնահերթություն են տալիս պարզությանը եւ անվտանգությանը։ Կարևորը սկսել ամուր հիմնարար գիտելիքներից եւ աստիճանաբար զարգանալն է։ Վերջին ամիսներին ես սկսել եմ կիսվել իմ գիտելիքներով Երևանի հայ համայնքի մյուս անդամների հետ։ Մենք կազմակերպում ենք շաբաթական հանդիպումներ, որտեղ ես քննարկում եմ ռազմավարություններ եւ պատասխանում եմ հարցերին։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ, ովքեր հաշտվել էին իրենց ֆինանսական վիճակի հետ, բացահայտում նոր հնարավորություններ։ Ամենացայտուն դեպքերից մեկը Հովհաննեսի դեպքն էր, 71-ամյա թոշակառու ուսուցչի, որը միշտ ապրել է միայն իր կենսաթոշակով։ Իմ կողմից ներկայացված մեթոդները կիրառելուց հետո նա կարողացավ եռապատկել իր եկամուտը ընդամենը 6 ամսվա ընթացքում։ Նրա կերպարանափոխությունն այնքան նշանակալի էր, որ նա դարձավ մեր խմբի ամենաակտիվ անդամներից մեկը։ Մեկ այլ ոգեշնչող օրինակ է Մարիամը, 62-ամյա այրի, որը նախկինում վաճառում էր տնական քաղցրավենիք իր եկամուտը լրացնելու համար։ Այսօր նա ոչ միայն պահպանում է իր քաղցրավենիքի բիզնեսը հաճույքի համար, այլև զգալի եկամուտ է ստանում իր սովորած ներդրումների միջոցով։ Նա միշտ ասում է, որ հիմա իրեն ավելի ֆինանսապես ապահով է զգում, քան իր կյանքի որևէ այլ ժամանակահատվածում։ Այս օրինակները ցույց են տալիս, որ իմ ապրած կերպարանափոխությունը մեկուսացված դեպք չէր, կա կրկնօրինակելի մեթոդ, որը կարող է հարմարեցվել տարբեր իրավիճակների եւ մարդկանց պրոֆիլների համար։ Հիմնականը սովորելու համար բաց միտք ունենալն է եւ առաջին քայլը կատարելու քաջությունը։ Ինձ ամենահաճախ տրվող հարցերից մեկը կապված է ռիսկերի հետ։ Սա արդարացի մտահոգություն է, հատկապես մեր տարիքի մարդկանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ կորցնել իրենց խնայողությունները։ Ահա թե ինչու ես միշտ ընդգծում եմ փոքր ներդրումներ սկսելու եւ աստիճանաբար մեծացնելու կարեւորությունը փորձի եւ վստահության ձեռքբերմանը զուգընթաց։ Իմ մշակած մեթոդը ներառում է անվտանգության մի քանի շերտեր եւ ռազմավարություններ ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Ես երբեք չեմ ներդրում ավելին, քան կարող եմ կորցնել, եւ միշտ պահպանում եմ անձեռնմխելի արտակարգ իրավիճակների ֆոնդ։ Այս պահպանողական մոտեցումը զուգորդված ճիշտ հնարավորությունների հետ ապացուցել է իր արդյունավետությունը։ Կարևոր է նաեւ նշել, որ սա արագ հարստանալու ծրագիր չէ։ Սա մի գործընթաց է, որը պահանջում է նվիրվածություն, ուսումնասիրություն եւ համբերություն, սակայն արդյունքները ճիշտ կիրառման դեպքում կայուն եւ կայուն են երկարաժամկետ հեռանկարում։ Տեխնոլոգիան, որը սկզբում վախեցնում էր ինձ, դարձել է իմ դաշնակիցը։ Ես սովորել եմ օգտագործել հավելվածներ եւ հարթակներ, որոնք մեծապես հեշտացնում են ներդրումների եւ մոնիտորինգի գործընթացը։ Այն, ինչ մի ժամանակ բարդ էր թվում, դարձել է իմ առօրյայի մի մասը, նույնքան բնական, որքան եղանակի կանխատեսումը ստուգել է։ Իմ սովորած ամենամեծ դասերից մեկն այն է, որ տարիքը եզակի եւ արժեքավոր հեռանկար է բերում ներդրումների աշխարհ։ Մենք գիտենք փողի արժեքը, քանի որ քրտնաջան աշխատել ենք այն վաստակելու համար։ Մենք գիտենք համբերության կարևորությունը, քանի որ բավականաչափ երկար ենք ապրել հասկանալու համար, որ լավագույն բաները ժամանակ են պահանջում իրականանալու համար։ Մեր կյանքի փորձը մեզ սովորեցնում է ճանաչել այնպիսի օրինաչափություններ եւ միտումներ, որոնք երիտասարդները կարող են չնկատել։
Մենք ապրել ենք տարբեր տնտեսական ցիկլերի միջով եւ գիտենք, թե ինչպես հարմարվել փոփոխություններին։ Սրանք նշանակալի առավելություններ են, որոնցից մենք պետք է լիարժեքորեն օգտվենք։ Այսօր, երբ հետ եմ նայում եւ հիշում վերջին 3 տարիները, զարմացած եմ այն կերպարանափոխությունից, որը ես ապրել եմ։ Դա միայն ֆինանսական փոփոխություն չէր, այլ իմ տարիքում հնարավորի վերաբերյալ իմ տեսակետի ամբողջական նորացում։ Ես հասկացա, որ երբեք ուշ չէ սովորելու, աճելու եւ բարգավաճելու համար։ Այն արհեստանոցը, որտեղ ես տասնամյակներ շարունակ աշխատել եմ, այժմ ընդամենը լրացուցիչ եկամտի աղբյուր է եւ ավելի կարեւորը՝ հաճույքի աղբյուր։ Ես դեռ նորոգում եմ որոշ մեքենաներ, քանի որ վայելում եմ ձեռքի աշխատանքը եւ հաճախորդների հետ շփումը, բայց հիմա դա անում եմ ըստ ցանկության, այլ ոչ թե անհրաժեշտությունից դրդված։ Կինս Անահիտը սկզբում անհանգստացած էր մեր կյանքի այս կտրուկ փոփոխությունից։ Նա վախենում էր, որ ես մեր տարիքում ավելորդ ռիսկի եմ դիմում։ Այսօր նա իմ ամենամեծ աջակիցն է եւ հաճախակի մասնակցում է մեր շաբաթական հանդիպումներին, իր ներդրումն ունենալով իր տեսակետի եւ փորձի մեջ։ Եթե պատմության մեջ հասել եք այսքան հեռու, հավանաբար մտածում եք, թե ինչպես կարող եք այս դասերը կիրառել ձեր սեփական կյանքում։ Լավ լուրն այն է, որ իմ մշակած մեթոդը կարող է հարմարեցվել գրեթե ցանկացած ֆինանսական իրավիճակի եւ գիտելիքների սկզբնական մակարդակի համար։ Առաջին քայլը ձեզ ազատելն է այն սահմանափակող համոզմունքից, որ արդեն շատ ուշ է սկսելու համար։ Այս մտածելակերպը ամենամեծ խոչընդոտն է, որի հետ դուք կբախվեք։ Երբ դուք հաղթահարեք այս մտավոր արգելքը, ամեն ինչ հնարավոր կդառնա։ Երկրորդ քայլը շարունակական ուսուցմանը նվիրված լինելն է։ Օրական առնվազն 1 ժամ հատկացրեք ուսումնասիրելուն եւ առկա հնարավորությունները հասկանալուն։ Այդ ժամը իմաստուն կերպով օգտագործեք, կենտրոնանալով հուսալի աղբյուրների եւ գործնական տեղեկատվության վրա, որոնք կարող եք անմիջապես կիրառել։ Երրորդ քայլը փոքրից սկսելն է, բայց սկսեք։ Մի սպասեք բոլոր գիտելիքները ձեռք բերելուն նախքան առաջին քայլը կատարելը։ Սկսեք փոքր գումարից, որը չի ազդի ձեր բյուջեի վրա, եթե կորցնեք այն, եւ աստիճանաբար ավելացրեք այն փորձի ձեռքբերմանը զուգընթաց։ Նրանց համար, ովքեր ցանկանում են արագացնել իրենց ուսուցումը եւ խուսափել իմ վաղ շրջանում թույլ տված սխալներից, ես կազմակերպում եմ անձնական սեմինարների շարք, որտեղ մանրամասն կներկայացնեմ իմ մշակած մեթոդը։ Այս սեմինարները հատուկ նախատեսված են 50 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերափոխել իրենց ֆինանսական վիճակը։ Այս հանդիպումների ժամանակ ես սովորեցնում եմ ոչ միայն ներդրումային ռազմավարությունները, այլև անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքների օգտագործումը, օրինական հնարավորությունների բացահայտումը, ռիսկերի կառավարումը եւ երկարաժամկետ հաջողության համար անհրաժեշտ կարգապահության պահպանումը։ Եթե հետաքրքրված եք մասնակցել այս սեմինարներին կամ ցանկանում եք ավելին իմանալ առաջիկա ամսաթվերի մասին, խնդրում եմ կապվել ինձ հետ, օգտագործելով այս ներկայացման վերջում տրամադրված հեռախոսահամարը։ Տեղերը սահմանափակ են, քանի որ ես հավատում եմ յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ անհատական ուշադրության կարևորությանը։ Ես նաև պատրաստում եմ համապարփակ թվային ուղեցույց, որը փաստաթղթավորում է իմ ֆինանսական վիճակը վերափոխելու համար օգտագործած ողջ գործընթացը։ Այս ուղեցույցը կներառի ձևանմուշներ, ստուգաթերթիկներ եւ քայլ առ քայլ ռազմավարություններ, որոնք կարող է հետևել յուրաքանչյուրը, անկախ նախորդ փորձից։ Կրթական ասպեկտից զապ ես կառուցում եմ հասուն ներդրողների մի համայնք, որտեղ մենք կարող ենք կիսվել փորձով, քննարկել ռազմավարություններ եւ աջակցել միմյանց այս ճանապարհորդության ընթացքում։ Ես խորապես համոզված եմ, որ հաջողության հավանականությունն ավելի մեծ է, երբ մենք ունենք նմանատիպ մարտահրավերների առջև կանգնած մարդկանց աջակցության ցանց։ 64 տարեկանում իմ ապրած կերպարանափոխությունը ապացուցում է, որ երբեք ուշ չէ վերափոխել ձեր ֆինանսական կյանքը։ Եթե ես կարողացա դա անել սկսելով տեխնոլոգիաների եւ թվային ներդրումների վերաբերյալ զրոյական գիտելիքներից, ապա դուք նույնպես կարող եք։ Բացակայում է ոչ թե հնարավորությունը, այն առաջին քայլը կատարելու քաջությունը եւ շարունակական սովորելը։ Ես խրախուսում եմ ձեզ թույլ չտալ, որ տարիքը լինի անբավարար ֆինանսական իրավիճակ ընդունելու պատրվակ։ Դրա փոխարեն օգտագործեք ձեր փորձն ու իմաստությունը որպես մրցակցային առավելություններ ներդրումների աշխարհում։ Հնարավորություններ կան, մեթոդները գործում են, եւ մեզ նման մարդիկ կարող են ծաղկել այս միջավայրում։ Կյանքն ինձ սովորեցրել է, որ ամենամեծ փոփոխությունները հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք դրանց ամենակիչն ենք սպասում։ 67 տարեկանում ես ավելի ոգևորված եմ ապագայով, քան տասնամյակներ շարունակ։ Ես ունեմ ծրագրեր, նախագծեր եւ նպատակներ, որոնք նախկինում անհնար էին թվում իմ տարիքի մեկի համար։ Եթե այս պատմությունը որևէ կերպ հուզել է ձեզ եւ արթնացրել է այս հնարավորությունները ուսումնասիրելու ձեր հետաքրքրությունը, մի վարանեք կապվել մեզ հետ։ Ես ուրախ կլինեմ կիսվել իմ ճանապարհորդության եւ ձեր սեփական ֆինանսական վերափոխման մեկնարկի մասին ավելի շատ մանրամասներով։ Սեմինարների, թվային ուղեցույցի կամ մեր հասուն ներդրողների համայնքին միանալու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ուղարկեք հաղորդագրություն կամ զանգահարեք էկրանին նշված համարին։
Հիշեք, որ անցնող յուրաքանչյուր օր բաց թողնված հնարավորություն է սկսելու կառուցել այն ֆինանսական ապագան, որին դուք արժանի եք։ Փոփոխություն կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում, բայց դա տեղի է ունենում միայն նրանց համար, ովքեր ունեն առաջին քայլը կատարելու համարձակությունը։ Ես այդ քայլը կատարեցի 64 տարեկանում, եւ այսօր իմ կյանքը բոլորովին այլ է։ Ձեր փոխակերպման պատմությունը կարող է սկսվել այսօր, անկախ ձեր ներկայիս տարիքից։